Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվեց հավաքական ընդդիմությանը։ Խորհրդարանի Հայաստան խմբակցությունից այսպես են մեկնաբանում 3 Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքները։ Գյումրիում եւ Փարաքարում ընդդիմության ներկայացուցիչները հաղթեցին Նիկոլ Փաշինյանին։ Սարիկ Մինասյանի հետևում կանգնած էր Նիկոլ Փաշինյանը եւ քվեարկելով Սարիկ Մինասյանի դեմ, բոլորը քվեարկում էին Նիկոլ Փաշինյանի դեմ։ Փարաքարում ընդդիմության թեկնածուն ստացավ մոտ 57% ձայն, Գյումրիում թեև առավելագույն ձայները, ավելի քան 36% է ստացել քաղաքացիական պայմանագիրը, բայց քաղաքի կառավարումը հնարավոր է ստանձնեն անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր 4 ուժերը, որոնց ձայների հանրագումարը ավելի քան 50% է։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատյանի գնահատմամբ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մարդիկ իրենց քվեարկությամբ ցույց տվեցին Նիկոլ Փաշինյանը չունի հանրային այն աջակցությունը, որի մասին այդքան խոսում է։ Այն որ Փաշինյանը ինքն է հասկանում, որ իր հեղինակությունը ձգտում է զրոյի եւ որ իր իշխանության գալու օրվանից մինչեւ այսօր ինքը 7-8 անգամ կորցրել է իր հեղինակությունը, իր ռեյտինգը ընկել է, ինքն էլ է դա հասկանում։ Այլապես պարզ է, չէ, որ ինքը ընտրությունների նախորդ օրը, երբ ՔՊ-ն Գյումրիում նախընտրական հավաք էր կազմակերպում, Փաշինյանը ինքն տեղ կլիներ։ Այս ընտրություններում ամեն քվեաթերթիկ հենց նրա մասին է։ Արդյոք ժողովրդի կամքը թալանվածը վերադարձնելու ճանապարհին թույլատրել է, թե չի թույլատրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքային ընտրությունների քարոզարշավից առաջ Գյումրիում ելույթ ունեցել էր, հիմնականում քաղաքական շեշտադրումներով։ 7 տարի երկիրը ղեկավարող Փաշինյանը առաջարկում էր քաղաքացիներին ՔՊ-ին քվե տալ, որ հատիկ առ հատիկ վերադարձնեն ժողովրդից գողացվածը, պատասխանատվության ենթարկեն թալանչիներին։ Փարաքարում եւ Գյումրիում քաղաքացիական պայմանագրի համար Նիկոլ Փաշինյանը մարդկանց քվեն ակնկալում էր նաեւ երկրի ինքնիշխանությունը ամրապնդելու համար։ Եվ այս ընտրությունները նաև դրա մասին են, ինչքանով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, գյումրեցին, փարաքարցին պատրաստ քվեարկել իր ազատության, իր անկախության, իր ինքնաշխանության, իր պետականության եւ իր ապագայի համար։ Այն նաև սրա մասին է այս ընտրությունը, սիրելի ընկերներ։ Ընտրության արդյունքները ցույց տվեցին, մարդիկ հոգնել են, ել չեն հավատում Նիկոլ Փաշինյանին, ոչ ներքին հարցերում, ոչ արտաքին, ասում են դիմադիր պատգամավոր Արթուր Խաչատյանը։ Բոլոր իր կատարած սխալները, անազնվությունները, բլեֆները, վերջը պետք է իր դեմ դուրս գան։ Վերջը դա այդպես է լինելու։ Այսինքն ինքը ժողովրդին ինչ ասես խոստացել է, խաբել է, հիմա մարդիկ ասում են դե վերջ հերիք է։ Էլի գիտեք նավթալինից հանել է իրեն հին ձայնապնակը, թալանել ենք, բերելու ենք, չգիտեմ, քյաբաբար քյաբաբ, ջիպար ջիպ հանելու ենք, մարդիկ տեսնում են, որ սուտ է, որևէ բան հետ չի բերել, իրենց կենսամակարդակը չի բարելավել, իսկ իր մերձակայքի եւ իրեն հնազանդ հավատարիմ օլիգարխների կյանքը ինչքան է բարելավել։ Քաղաքացիական պայմանագիրը, որ մինչ ընտրությունները պնդում էր, թե Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների թիկունքում երկրորդ եւ երրորդ նախագահներն են, չի արձագանքում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը պարտվեց հենց Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր չհամաձայնեց դիտարկման հետ, թե սա ազդակ է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն իշխանություն չի լինի։ Հիմա մենք կարծում ենք, որ մենք լավ արդյունք ունենք, հատկապես Գյումրիում 36% հաջորդ ուժը մեզնից մոտ 2 անգամ քիչ ձայն է ստացել, դա նաև խոսում է վստահության մասին մեր նկատմամբ, թեև նորությամբ կրկնում 50-ից պակաս քվեները, որը մենք պետք է ընդունենք ի գիտություն, ի զեն եւ շարունակենք աշխատել մեր ընտրողների հետ, մեր քաղաքացիների հետ, մեզ չընտրած մարդկանց հետ, որ մյուս անգամ ավելի շատ ձայն ստանանք եւ խոսքը վերում է բոլոր համայնքներին եւ նաեւ համապետական ազգային ժողովի ընտրություններին։ Մենք ոչ միտեղ չենք պատրաստվում հեռանալ։ Խորհրդարանի մյուս պատիվ ունեմ խմբակցությունից համայնքային ընտրության արդյունքներին դեռ չեն անդրադարձել։